Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ.am-ի YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Մենք տեղեկացանք, որ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը չնայած այն բանին, որ 2024 թվականի հունվարին է վերջին պաշտոնը լքել, հույս չի կորցնում, որ վերադառնալու է պետական համակարգ եւ նոր պաշտոն է ստանալու։ Մեկ անգամ պաշտոն զբաղեցրած եւ պետբյուջեից հեշտ փողեր վաստակած մարդիկ այլևս երբեք չեն մոռանում այդ հաճույքը եւ միշտ ձգտում են վերադառնալ այդ կարգավիճակին։ Ղուլարյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ պատմեցին, որ վերջինս առանց որևէ պատճառի ու բացատրության պաշտոնը կորցրելուց հետո էլ շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Անգամ շատ հաճախ վիճաբանության մեջ է մտնում շրջապատում, երբ որևէ մեկը քննադատական խոսք է ասում Նիկոլ Փաշինյանի մասին։ Այն հույսով, որ դա կհասցնեն Փաշինյանին։ Մենք նկատեցինք, որ Ղուլարյանը բավականին ակտիվ է Facebook-յան հարթակում, նա պարբերաբար Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-կանների ելույթներով է իր էջում կիսվում։ Երբեմն իշխանավորներին ուղղված մեկնաբանություններ է գրում, դրանց գործերին հաջողություն մաղթում։ Ղուլարյանը բավական հին ոսկոր է, հանրապետականների ժամանակից դեռ պաշտոնավարել է տարբեր պաշտոններում եւ բնականաբար լավ գիտի ինչպես են բացվում իշխանության դռները այս կամ այն գործչի առաջ, իհարկե Հայաստանում ավանդույթ է, քծնանքով, սեփական դեմքը կորցնելով եւ շեֆի ամեն արածը գովաբանելով եւ շեֆի ամեն արածին ծափահարելով։ Հրապարակ թերթը գրում է. Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի Նազիկ Սահակյանի հետ խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6,889,750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։ Պարզվում է հուլիսի 31-ին ջրային կոմիտեն նոր համաձայնագիր է կնքել Նազիկ Սահակյանի հետ, որով նշված ծառայությունը մատուցելու համար գումարի չափը 4,579,832 դրամով ավելացվել է, իսկ ծառայությունների մատուցման վերջնաժամկետ է սահմանվել 2026-ի հոկտեմբերի 31-ը։ Այսինքն նշված խորհրդատվությունը պետբյուջեի վրա 11,449,580 դրամ է արժեցել, ընդ որում պայմանագրում հստակեցված չէ, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել գումարի չափն ավելացնելու։ Պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Նազիկ Սահակյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Նշենք, որ նախկինում մենք զրուցել էինք նրա հետ, նա հայտնել էր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կա ծրագիր, որի շրջանակում ֆինանսական մասնագետի գծով խորհրդատվությունների ծառայություններ եմ մատուցում ես, ֆինանսական կառավարման մասնագետ եմ։ Ուրիշ որ պետական կառույցում է նման խորհրդատվական ծառայություններ մատուցում, Սահակյանը նշել է սա առաջին պայմանագիրն է։ Ես վստահ եմ, եթե հետաքննություն իրականացվի, որևէ պաշտոնյայի հետ փոխկապակցված կլինի այս անձը, որովհետև իշխանությունները, քաղաքացիական պայմանագիրը եւ դրանից առաջ եղած իշխանությունները մշտապես պետական բյուջեն, հանրային միջոցները համարել են իրենց ծանոթ բարեկամ, ծանոթի բարեկամներին լավություն անելու միջոց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավականին լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված եւ նեղացած։ Մասնավորապես օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ 3 վաղ առավոտից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ եւ առաջարկել է նրան շարունակել աշխատանքը որպես իր գլխավոր խորհրդական, սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։ Միևնույն ժամանակ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։ Ավելին, մեր տեղեկություններով թիմակիցներին վստահեցվել էր, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից եւ ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալելու։ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին մենք խոսել ենք, հավանական նաև պաշտոնանկության մասին տարբեր վերլուծություններ ենք ունեցել, եւ այս պահին միակ հիմնավորումը այն է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ իր հիմնական
իր իշխանությանը սպառնացող հիմնական վտանգը գալիս է արևմուտքից, արևմուտքի հիմնական կադրերին հեռացնում է պաշտոններից, հատկապես իր ամենամոտ պաշտոններից։ Ըստ էության Ալեն Սիմոնյանը արևմուտքում այնքան ազդեցիկ կապեր չունի, որքան Արմեն Գրիգորյանը, որքան Արայիկ Հարությունյանը, որոնք հեռացվեցին, եւ եթե հիշում եք, մենք տարբեր հարցազրույցներում, վերլուծություններում պնդել ենք, որ Փաշինյանի մտավախությունը իշխանություն կորցնելու առումով ոչ թե ընդդիմությունից է, այլ իր քաղաքական տերերից, որոնք նստած են արևմուտքում, որովհետև Փաշինյանը լավ գիտի, թե այդ մարդիկ ինչ գործիքներով կարող են իրեն հեռացնել իշխանությունից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով ՀՖՖ նախագահի աթոռի շուրջ պայքարը դեռ ընտրություններից ամիսներ առաջ թեժանում է, իսկ հնարավոր թեկնածուների եւ հավաքտորդների թիվը գնալով մեծանում է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որը նախկինում հակված էր պաշտոնից հեռանալու եւ հայտարարել էր, որ չի առաջադրվելու, այժմ մտափոխվել է եւ ցանկանում է շարունակել պաշտոնավարումը։ Օրաթերթի տեղեկություններով ֆեդերացիայում այս օրերին բավականին խառը իրավիճակ է նաև կադրային առումով։ Մի քանի աշխատակիցներ արդեն ազատվել են աշխատանքից Մելիքբեկյանի հրամանով։ Միաժամանակ արդեն ուրվագծվում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի մի քանի հավաքնորդներ։ Ամենաշատ շրջանառվող անուններից մեկը Մխիթար Հայրապետյանն է, ով կարծես թե թիմ է հավաքում արդեն։ Հիշեցնենք, հուլիսին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայրապետյանը չի շարունակելու աշխատանքը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ ԿՊԱ-ական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը ևս հետաքրքրված է ֆուտբոլի ֆեդերացիայում սպասվող գործընթացներով եւ փորձում է նախագահի հավանական թեկնածուների շարքում առաջ մղել իր ընկերոջը Երջանիկ Հակոբյանին։ Վերջինս նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ այժմ ղեկավարում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Շրջանառվել է նաև Սիսակ Գաբրելյանի անունը, որն ապա հերքվեց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. խմբակցությունում կրքերը հատկապես թեժացել են 3 ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցող միջադեպից հետո, որի կենտրոնում հայտնվել էր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Խոսքը Ուժեղ Հայաստան խմբակցության մասին է։ 3 ԱԺ ամբիոնից իր ելույթի ավարտին Ղազարյանը օգտագործել է վիրավորական բնույթի բառապաշար, ապա լքել նիստերի դահլիճը։ Դրանից հետո խորհրդարանում իրավիճակը լարվել է եւ միջադեպին արձագանքել են նաեւ նրա խմբակցության պատգամավորները։ Ղազարյանի դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո նրա հետևից դուրս է եկել նաեւ ԿՊ պատգամավոր Վահե Ղալումյանը եւ փորձել Ղազարյանի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, ինչից հետո միջադեպը վերածվել է լուրջ լարվածության, իսկ որոշ պահերի նաև քաշքշոցի եւ ցեցկրտուքի։ Ակնհայտորեն միջադեպի ընթացքում առավել ակտիվ դերակատարում է ունեցել հենց Վահե Ղալումյանը։ Դեպքից հետո Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ խիստ զրույց է ունեցել Էդգար Ղազարյանի եւ խմբակցության մյուս ներկայացուցիչների հետ։ Կարապետյանը հորդորել է պահպանել խորհրդարանում սահմանված կանոնները եւ չգնալ այնպիսի գործողությունների, որոնք կարող են նոր լարվածության առիթ դառնալ։ Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել։ Որոշ ժամանակ անց Էդգար Ղազարյանը առանց խմբակցության անդամներին տեղեկացնելու վերցրել է իրերը պայուսակն ու լքել ազգային ժողովի շենքը։ Գիտեք, շատերի համար տարօրինակ էր այս միջադեպը։ Էդգար Ղազարյանը ի արձագանք Հայկ Կոնջորյանի ամբարտավան վարքագծի ընդամենը ասել էր, որ այս իշխանությունը սրիկայաբար տարել եւ հազարավոր տղաների է զոհել պատերազմի դաշտում։ Այսինքն որևէ ավելորդ այստեղ ինչն էր ավելորդ ձևակերպում կամ վիրավորական, որ Ուժեղ Հայաստանից հետ քաշվեցին եւ զիջողական դիրք զբաղեցրեցին, միայնակ թողեցին Էդգար Ղազարյանին գոնե քարոզչական դաշտում։ Սա անհասկանալի է եւ հանրության համար իրապես անհասկանալի է, եթե սոցիալական ցանցերին հետեւել եք, շատերը հարցադրում էին անում, թե ինչ է տեղի ունեցել, որ ես ինքս էլ մոտ 2 ժամ փնտրում էի, որտեղ միջադեպին այնպիսի երանգ էր տրված, ինձ թվում էր, թե Էդգար Ղազարյանը նվազագույնը որևէ մի ԿՊԱ-կանի մայր է հայել եւ անթույլատրելի ինչ որ գիծ է անցել, իրավիճակը այդքան լարվել է։ Հետո պարզվեց ընդամենը սրիկայաբար բառն է օգտագործել եւ ասել է սրիկայաբար տղաներին տարան զոհեցին պատերազմի դաշտում։ Ինչն էր այստեղ ավելորդություն, այդպես էլ անհասկանալի մնաց։ Ես կարծում եմ ընդդիմությունը իրավունք չունի տրվելու իշխանության ճնշումներին, փաստորեն իշխանությունը օրակարգ է թելադրել, ձևաչափ է թելադրել, ինչպես կպահի իրեն
ընդդիմությունը, իշխանությունը թելադրել է ձևաչափը եւ ընդդիմությունը փորձում է հարմարվել դրան, առնվազն ուժեղ Հայաստանի մասին է խոսքը, ես առումով բավական գովելի էր Լևոն Քոչարյանի ելույթը, որտեղ նա ազգային ժողովի ամբիոնից աջակցեց ընդդիմադիր գործչին Էդգար Ղազարյանին եւ նաեւ տեղը դրեց իշխանություններին, ինչը անհրաժեշտություն էր հենց այդ պահին անել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթին իշխանական օղակներից հասած տեղեկությունների համաձայն ռազմական ոստիկանության պետի ազատումից բացի այլ պաշտոնյաներ եւս կլքեն համակարգը։ Նկատենք, որ 3 ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանիդին հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածի համաձայն զինվորը ինքնասպան է եղել։ Այս դեպքից առաջ օգոստոսի 12-ին էլ մեկ այլ պայմանագրային զինծառայող էր ինքնասպանության փորձ կատարել։ Ի պատասխան իրավիճակի օգոստոսի 13-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին եւ այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվության սահմանելուն ասել էր. իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ, այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդիրների համար։ Արդյունքում պաշտոնից ազատման դիմում գրեց ՌՎ պետ Աշոտ Զաքարյանը, որը ԱԺ շարքային падգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանի ընկերն է, սակայն օրաթերթը տեղեկացավ, որ ազատումները այսքանով չեն սահմանափակվելու։ Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ զինվորի մահվան համար պատասխանատու իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյաներին ազատում է աշխատանքից, լավ է անում, բայց ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, լավ կլինի մի դիմում էլ Նիկոլ Փաշինյանը գրի, որովհետև ինքը դարձել է հազարավոր զինվորների մահվան պատճառ իր քաղաքականությամբ, իր քաղաքական որոշումներով եւ իր ապաշնոր վարքագծով։ Այո, պետք է բանակում արձանագրված մահերի, ինքնասպանությունների, սպանությունների համար համապատասխան պաշտոնյաները պատասխանատվություն կրեն, բայց այդ պատասխանատվությունը առաջինը Նիկոլ Փաշինյանն է եւ 2020 թվականի եւ դրանից հետո տեղ ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեր կրած զոհերի համար մի դիմում էլ Նիկոլ Փաշինյանը պետք է գրեր։ Այսօր այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48